Բարև ձեզ։ Շնորհակալ եմ շատ եւ ձեր շնորհիվ որ ես ազատության մեջ եմ։ Ասում եմ հանրային ճնշման արդյունքում է։ Մեր զրույցի ժամանակ այսպիսի մի երկու դեպք եղավ։ Քաղաքացիները մոտենում էին, շնորհավորում Լիդիային կալանքից ազատվելու համար։ Ամռանը կալանավորվել է, ձմեռնամուտին վարչական հսկողությամբ տուն վերադարձել։ Մայրիկից, հարազատներից հեռու 5 ամիս անցկացրել է Աբովյան քրեակատարողական հիմնարկում։ Ես որ ազատության մեջ եմ, օրինակ մի փոքր բան հենց ինձ առնչվող, այս քանակությամբ քաղբանտարկյալ չկար օրինակ, հա, փորձում եմ հասկանալ ով որտեղից, ինչու, այս ինչ է կատարվում ընդհանրապես, փորձեմ հասկանալ իմ երկրի հետ ինչ է կատարվում, ինձ համար ավելի շատ դա է անհանգստացնում։ Մայրաքաղաքում նոր շենքեր են ավելացել, ծառերը պակասել, նկատում է Լիդիան, բայց ավելի հետաքրքրում է, թե որ գործիչն է ազատության մեջ, որը բանտարկված։ Դեռ լավ չեմ հասկանում ինչ է կատարվում։ Լիդիային քրեակատարողական հիմնարկում 6-օրյա կարանտին էին սահմանել, հետո տեղափոխել խուց։ Կենսական պայմանները, ծառայողների վերաբերմունքը իր եւ մյուսների նկատմամբ լավ էր, ասում է Լիդիան։ Խցակիցների հետ հասցրել է անգամ ավանդույթներ ձեռք բերել։ Ազատվելուց հետո գնացի խցակցից տեսնելու, ասում եմ երեկոյան աղոտ քարեցի, հաց կերանք, առավոտյան աղոտ քարեցի, նախաճաշ արեցինք, այնպես որ իմ խցում ոնց որ թե ավանդույթը պահպանվում է։ Հետո նաև շաբաթ օրերը, շաբաթ երեկոյան աշխատում էինք, խունկ էինք վառում ու աղոթք էինք անում, որպես կիրակնամուտ։